քննարկում ենք հարց համար 46-ը էլեկտրոնային հաղորդակցության մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին հարցը զեկուցող բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյան, համեցեք պարոն Հայրապետ։ Մեծարգո վարչապետ, հարգելի գործընկերներ, օրենսդրական այս փոփոխություններով մենք առաջարկում ենք Հայաստանում բջջային հեռախոսների միջազգային նույնականացուցիչների կամ ինչպես ավելի ընդունված է ասել email կոդերի միասնական համակարգներ դնել, email-ի միասնական գրանցման եւ վերահսկողության, ինչպես նաեւ անհատների կամ ֆիզիկական անձանց կողմից հեռախոսների ներմուծման պարագայում email կոդերի առցանց գրանցման հնարավորությունը ապահովել։ Ինչու ենք մենք այս օրենսդրական առաջարկով հանդես գալիս, որովհետեւ Հայաստանի Հանրապետությունում բջջային հեռախոսների միջազգային նույնականացուցիչների գրանցման եւ վերահսկողության բացակայությունը մի շարք ռիսկեր է ստեղծում, չմաքսազերծված եւ կեղծ կոդերով բջջային սարքերի շրջանառություն, հարկային կորուստներ, շուկայի մրցակցության խաթարում եւ որ ոչ պակաս կարեւոր է անձնական տվյալների պաշտպանության թերություններ, ինչպես նաև կիբեր եւ ֆիզիկական անվտանգության ռիսկեր է առաջացնում։ Հետևաբար նման ռիսկերի գնահատումը եւ դրանց չեզոքացումը մեզ բերել է առաջարկելու համապարփակ մի կարգավորում, որը հնարավորություն կտա ապահովել անհատի կողմից իր նոր բջջային հեռախոսի email կոդը առցանց գրանցելու հնարավորություն, ներդնել email միասնական գրանցման եւ վերահսկողության նոր պետական համակարգ, սահմանել շարժական բջջային կապի ցանցի օպերատորների կողմից բջջային կապի ծառայություններ մատուցելիս email-ը գրանցված լինելու ստուգման պարտադիր պահանջ սահմանել։ Մենք երկու հիմնական սյուներ ենք առաջարկում այս օրենսդրական փաթեթի տակ, փորձեմ հնարավորինս հանրամատչելի կերպով ներկայացնել, թե սա ինչ է իրենից ենթադրում։ Եթե ֆիզիկական անձը, քաղաքացին արտերկրից բջջային հեռախոս պետք է ներմուծի Հայաստան եւ օրացուցային տվյալ տարում կամ նախորդ տարում է արտադրված այդ բջջային հեռախոսը, ապա քաղաքացին գրանցման համար պետք է վճարի 3000 դրամ պետական տուրք։ Եթե ավելի հին հեռախոս է, ապա պետք է գրանցի եւ դրա համար որևէ տուրք չի նախատեսվում։ Երկրորդ, երրորդ, չորրորդ եւ հնարավոր հետագա բոլոր հեռախոսների ներմուծման պարագայում ֆիզիկական անձը տվյալ տարվա 365 օրվա ընթացքում 2026 թվականին արտադրված հեռախոսի համար պետք է վճարի 100,000 դրամ տուրք, ինչ 2025 թվականի համար 20,000 դրամ տուրք։ Պետք է ասեմ, որ բջջային հեռախոսների ներմուծմամբ զբաղվող իրավաբանական անձանց կամ անհատ ձեռնարկատերերի համար մինչև 2 տարեկան հեռախոսների պարագայում սահմանված է 3000 դրամ յուրաքանչյուր հեռախոսի email կոդի գրանցման համար տուրք, ինչպես նաև տարեկան 250,000 դրամ տուրք։ Բջջային կապի օպերատորը անմիջապես կմերժի կամ կկասեցնի բջջային կապի ծառայության մատուցումը, եթե email կոդը գրանցված չի լինի։ Երկրորդ փոփոխություններով մենք ստեղծում ենք շտեմարան, շտեմարանը կառավարելու է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն, այն սպասարկելու է ադմինիստրատորը, որը ձևավորվելու է բջջային կապի օպերատորների կողմից։ Պետք է նշեմ, որ կառավարությունը սպասարկման համար վճարելու, այսինքն այն տուրքերը, որոնք որ վճարվելու են eBay կոդի գրանցման համար, սրա հետ որևէ առնչություն չունեն, սրանք պետական տուրքեր են։ Խնդրում եմ ընդունել։ Շնորհակալ եմ, պարոն Հայրապետյան, այստեղ ձեր ասացի հետ կապված ես հետեւյալ դիտարկում ունեմ, թե որ դեպքում ինչքան եւ այլն, սա այնուամենայնիվ նախագիծ է, որը սկսում է շրջանառությունը։ Արժևում կլինեն քննարկումներ, կկոնկրետացնեն, կհղկվի եւ այլն, այսինքն ինչ որ դուք ասցիք, այդ եկեք ընդունենք որպես պայմանական, որովհետեւ կարող է իջնի, կարող է բարձրանա, կարող է ընդլայնվի, կարող է նեղանա, բայց քաղաքական արձանագրումը հետեւյալն է. բջջային հեռախոսների շուկան ամենամեծ եւ ամենամեծ ստվերային շուկան է։ Մենք ինչ անում ենք, թռնում ենք վերև, իջնում ենք ցած, ջղայնանում ենք, կատաղում ենք,
ներվայնանում ենք, բայց այդ շուկան ուղղակի մեղմ ժպտում է եւ շարունակում է իր գործը։ Եվ աշխարհում այս լուծումները վաղուց կան եւ մենք քաղաքական արձանագրումը այն է, որ ավարտվում է սև բջջային հեռախոսների շուկայի դարաշրջանը եւ Հայաստանի Հանրապետությունում ոչ մի հեռախոս, որը չի հավաստիացվում, որ ներմուծվել է օրինական ճանապարհով, Հայաստանի Հանրապետության տարածքում չի աշխատելու, այսինքն դրանով մաքսիմալ կարելի է պոպոկ կոտրել, բայց որպես հեռախոս օգտագործելու հնարավորություն չի լինելու եւ սա արդարացված է, ընդ որում մենք այս քննարկումները մենք սկսել ենք ինչքան մի տարի ու կես առաջ եւ շատ մանրամասն քննարկել ենք եւ ակնհայտ է, որ մենք այս լուծումներին պետքա գնանք, որովհետեւ իհարկե սա չի նշանակում, որ մենք վերահսկողական մեր գործառույթները, այդ թվում կոշտ գործառույթները, որոնք իրականացնում ենք, չպետք է իրականացնենք, բայց ակնհայտ է, որ այդտեղ սենց ռադիկալ եւ ստանդարտացված եւ քաղաքակիրթ լուծումներ են պետք։ Հիմնական խնդիրը հետեւյալն է. բջջային հեռախոսը միացվեց, մինչեւ ինքը չի հավաստիացում, որ ինքը օրինական ճանապարհով է ներմուծվել Հայաստանի Հանրապետություն կամ առնվազն եթե այսինքն պետության հետ հարաբերություններում ինքը չի արձանագրել, չի հայտնվում կանաչ գոտում, այդ հեռախոսը Հայաստանի Հանրապետությունում պետքա չաշխատի։ Հիմա անհատների պարագայում եւ այլն, ովքեր սա պարզա այս որոշման թիրախը առաջին հերթին բիզնեսնա շուկան է եւ անհատների դեպքում կարծում եմ, որ որևէ լարվածություն առաջանալու կարիք չկա, որովհետեւ կլինի կարգավորում, որ անհատական օգտագործման համար մարդիկ կարող են կսահմանենք այդ ինչքան է այդ թիվը տարին մի հեռախոսա, թե 2 տարին մի հեռախոսա ամեն անհատի պարագայում, իրանք կարող են ներմուծել, այսինքն դրանք կկարգավորվի, բայց արդեն չէ, ես նկատի ունեմ նախագիծա խորհրդարանի գործընկերների հետ էլ այսօր առավոտ էլ առցանց ռեժիմում քննարկում ունեցանք, որ նաև ոլորտի գործընկերները կհրավիրվեն, դա մեր քննարկումների հարթակում կդրվի քննարկման, լսումներ կլինեն եւ այլն, այսինքն որպեսզի որևէ մեկը մեկուսացած չզգա իրան այս որոշումների կայացումից։ Այսինքն հնարավոր է փաստարկներ հնչեն, կարծիքներ հնչեն, նյուանսներ լինեն, որ մենք լավ չենք պատկերացնում, պետք է ավելի լավ այդ ամեն ինչը կքննարկենք եւ բոլոր հարցերը կլուծենք։ Բայց բնականաբար ոչ մեկը չի կարա գա ասի, որ կարծում եմ սև շուկան ավելի լավ է, քան այն ինչ որ մենք ուզում ենք ստանանք։ Այս հարցը հաստատ չենք քննարկելու եւ չենք քննարկելու նաեւ մտածածին պատճառներով այս որոշման կայացումը հետաձգելու։ Այս խնդիրը դրել եմ հետեւյալ կերպ. 2027 թվականի հունվարի 1-ից պետքա որոշումը ուժի մեջ մտնի եւ պետքա աշխատի։ Հիմա միջև պետքա շաբաթ-կիրակի օրերին էլ քննարկենք, որ ժամանակի բան չունենանք, սահմանափակում չունենանք, բայց որոշումը պետքա կայացվի եւ այս պատմությունը պետքա ավարտվի, որովհետեւ բոլորիս ստեղն է արդեն հասել այդ բանի, բոլորի չգիտեմ, բայց իմը ստեղը հաստատ հասել է այդ բջջային հեռախոսների սև շուկայի դեմ արդյունք կամ հիմնականում անարդյունք պայքարելու այդ տրամաբանություն։ Եվ վերջո պարոն Հայրապետյանը նշեց նաև անհատական տվյալների պաշտպանության, կիբերանվտանգության եւ այլ հարցեր կան, որովհետեւ եկեք չմոռանանք, որ մենք առաջիկայում մենք թվայնացման շատ մեծ process-ներ ենք անցնում եւ առաջիկայում այն թվայնացման հայեցակարգը, որ մենք դրել ենք, սմարթֆոնը մարդու համար գործնականում լինելու ամեն ինչ, վարորդական իրավունք, անձնագիր, բանկային քարտ, բացարձակապես ամեն ինչ եւ մեզ հարկավոր է որ վստահ լինել, որ մեր երկրում գործում են այնպիսի գործիքներ, այնպիսի սմարթֆոններ, գադջետներ, որոնք այդ բոլոր ստանդարտների մեջ են գործում եւ այդ դեպքում պետությունը նաեւ որոշակի պարտավորություններ պիտի ստանձնի կիբերանվտանգությունը ապահովելու։ Սա էլ շատ կարեւոր մաս է, որովհետեւ սա մենակ այն չի, որ մենք ուղղակի շուկայի պարզ ֆիսկալ խնդիր ենք ուզում լուծել։ Մենք այստեղ նաեւ ստանդարտիզացման եւ նաեւ պետության պարտավորությունն ենք արձանագրում մարդկանց անհատական տվյալները, նաեւ կիբերանվտանգության ծառայություններ մատուցելու համար, որովհետեւ այսօր մարդիկ գնալով ավելի այսօր արդեն բանկային փոխանցումներ, գնումներ եւ այլն եւ այլն։ Հիմա այդ ֆունկցիաները շատանալու են, ասում եմ, որովհետեւ թվայնացման ամբողջ տրամաբանությունն է նա, որ մարդը
լիքը փաստաթղթեր, գործիքներ, պլաստմասի կտորներ եւ այն որ գրպաններում կամ դրան բանակի մեջ պահում է, X պահից պետք է այդ ամեն ինչը չլինի։ Տանը միտեղ պետք է պահի, իսկ առօրյա օգտագործման համար ամբողջը պետք է տեղավորվի թվային դաշտ։ Հավանիչ տեսանյութը եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար։